Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է։ Հայերն ավանդաբար մեծ նոնակատարությամբ ու ոգևորությամբ, նաև որոշակի անհանգստությամբ են բանակ ուղարկում որդիներին։ Առաջին տեղում իհարկե պատերազմի վախն է։ Անհանգստության մյուս պատճառը միջանձնային հարաբերություններն են։ Հարյուրավոր անծանոթ տարեկից տղաներ նույն տանիքի տակ։ Մի փոքր անուշադրություն եւ հետևանքը կարող է ողբերգական լինել։ Ունենալ բանակում մարդ, որը կարողանա չվնասել իրեն ու մյուսներին։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով սա առաջին հերթին ընտանիքի, ապա դպրոցի եւ միայն վերջում զինված ուժերի անելիքն է։ Մենք բանակ ենք ճանապարհում, շատ ներողություն, կապը կտրած լկտի որևէ մեկին եւ բանակ ենք ճանապարհում, դաստիարակված, կրթված, ընտանիքից դուրս եկած, այսպես ասած, որևէ մեկին։ Եվ այդ երկուսը միասին գտնվելով միաժամանակ նույն վայրում, անհամատեղելի են դառնում։ Հենց դրանից է ծագում է միջանձնային հարաբերությունների խնդիրը։ Եվ այստեղ մեղքը բացառապես բարդ է սպայական կազմի վրա, որ ուշադիր չեն եղել, չգիտեմ, իրենց տեղում չեն եղել, գործին գիտակ չեն, պրոֆեսիոնալ չեն, այդքան էլ տեղի չեն։ Պարտադիր զինվորական ծառայություն գործում է աշխարհի շուրջ 80 երկրում։ Բոլոր այդ բանակներում միջանձնային հարաբերությունների խնդիրը մնում է արդիական։ Չկա մի պետություն, որը կարող է հայտարարել, թե զինված ուժերում ինքնասպանությունների կամ սպանությունների թիվը 0 է, ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Ծնողներ, այստեղ շատ եմ ես կարևորում ծնողների դերը, որ բանակ ճանապարհում են ոչ թե այնտեղ լավ տղա լինելու համար կամ, չգիտեմ, որևէ կենցաղային հարց լուծելու համար, այլ ավելի վեհ գաղափարի համար, հայրենիքի պաշտպանության համար։ Եվ եթե կարողանանք մենք սա, այսպես ասենք, ներմուծենք 18 տարեկան տղա երեխայի մեջ, ապա մենք վստահորեն կարող եմ ասել, որ կհաղթահարենք այդ փուլը։ Զորամասում կամ դիրքերում անմիջական հրամանատարը կարող է նկատել, որ տղաները հաշտ չեն։ Հրամանատարի խնդիրը զեկուցելն է վերադասին։ Վեճ ունեցող զինվորները սպային հազվադեպ են ներկայացնում խնդիրը, քանի որ սխալ ընկալվելու վախ կա, բացատրում է Կարեն Հովհաննիսյանը։ Սա նորից գալիս է դաստիարակությունից, միջանձնային հարաբերություններից եւ դաստիարակություն ասել ես նկատում եմ փողոցի դաստիարակությունից, այլ ոչ թե դպրոցի կամ ընտանիքի դաստիարակությունից, որ սպային չեն դիտարկում որպես իրենց հրամանատար, չեն դիտարկում որպես այդ պահի դրությամբ իրենց պատասխանատուն, այլ պարզապես դիտարկում են մի մարդ, որին չպետք է վստահել եւ ոչինչ չպետք է ասել, եթե ասում ես, ուրեմն ամոթ է, ուրեմն այսպես սկսում են այդ քրեական ենթամշակույթի տարեր պարունակող եզրակացություններ անել։ Զորամասերում աշխատում են նաև հոգեբաններ։ Փորձագետը ցավով է նշում, որ նրանք այնքան էլ մեծ վստահություն չեն վայելում զինվորների շրջանում։ Զինվորները բոլորը, գրեթե բոլորը վստահում են գնդերեսներին, այսինքն իրենց վստահում են, եթե խոսում են հոգեվորականները, թերևս լավագույն հոգեբաններն են, լավագույն ծնողներն են, ովքեր որ այդ պահին գտնվում են զորամասում եւ իրենք կարող են ամենաորակյալ եւ ամենաթանկարժեք հոգեբանական ծառայությունը մատուցել այդ պահին զինվորին։ Այսօր զինված ուժերում պատժի սպառնալիքի մեթոդով հնարավոր է դարձել կանխել մի շարք օրինազանցություններ։ Կարեն Հովհաննիսյանը պնդում է, իրական հաջողությունն այն է, որ զինվորը կարգը չխախտի գիտակցաբար, ոչ թե վախից։ Դրան հասնելու համար տղան պիտի բանակ զորակոչվի հայրենասեր։ Երբ որ ինքը հայրենասեր է, հանուն հայրենիքի շատ բաների նաև կուլ է գնում։ Եվ երկրորդ հերթին պետք է լինի շրջահայաց։ Եվ եթե կարողացավ լինել շրջահայաց, նաև ինքը լինելու է զիջող, ինքը լինելու է լռող, ինքը լինելու է տարող, եւ սրանք կարևոր հատկանիշներ են։ Եվ մեկը մյուսին այդ դեպքում կարող են զինվորները լրացնել եւ միջանձնային հարաբերություններում մեր խնդիրները գզրոյանան։ Իսկ եթե ամեն մեկը պատկերացնի, որ ինքը եկել է ծառայության եւ ինքը երբեք ավելի պոչը չի վռնի, դա չի լինի։ Իսկ եթե պատկերացնի, որ ինքը եկել է հայրենի հողը պաշտպանելու եւ հանուն հայրենիքի ինքը նույնիսկ պատրաստ է այդ հայրենի հողը մաքրել, այսինքն ամեն ինչի պատրաստ է, այդ դեպքում մենք ունենանք միմյանց հասկացող, փոխըմբռնող զինվորներ։ Որպեսզի ձեր որդիները ծառայեն պատվով ու ապահով, մի փորձեք խախտել բանակի կանոնակարգերը, նրանց հագուստ, կոշիկ, սմարթֆոն ուղարկելով։ Մի ասեք, որ կարող են անել ինչ խելքները փչի եւ դուք տեր եք։ Մի իջեցրեք սպայի դերը նրա աչքում, թեկուզ խոսքով։ Մի փորձեք ծանոթներ գտնել բանակում եւ միջամտել զուտ ծառայողական հարցերին։ Ծնողներին հորդորում է փորձագետը։